Շարունակ ենք սիրելի հեռուստադիտողներ եւ մեզ մոտ տաղավարում են արդեն մարդիկ, ովքեր ստեղծել են շատ հետաքրքիր մի հարթակ տաղանդավոր մարդկանց հանրահռչակման համար։ Եվ այսպես, ԱՍ արվեստի ջատագովման համայնքը նոյեմբերի 15-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում կանցկացնի ԱՍ ֆորում 2025-ը։ Մշակույթի քաղաքականություն մշակողները, դոնորները, մենեջերները եւ արվեստագետները հրավիրվում են մշակույթի, հետազոտությունների եւ նորարարության խաչմերուկում քննարկելու ոլորտների զարգացման ռազմավարական հեռանկարները։ Բոլոր մանրամասները այս պահին կճշտենք հենց մեր հյուրերից։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին ԱՍ արվեստի ջատագովման համայնքի նախագահ Սեդա Գրիգորյանը եւ շողակատ Մլքե Գալստյանը, բարի լույս եւս մեկ անգամ, ԱՍ արվեստի ջատագովման համայնքի ծրագրերի ղեկավար։ Սկսենք ամենասկզբից, ինչպես որոշեցիք, ինչպես ծնվեց այս գաղափարը։ Ծնվեց տարիների ընթացքում կարող ենք ասել, ԱՍ արվեստի ջատագովման համայնքը եւ փորձեմ նկարագրել ինչ ճանապարհ ենք անցել, որ այդ ջատագովման գաղափարը կարողանամ բացատրել։ Որն ունի արդեն 1 տարվա պատմություն։ Կազմակերպությունն ինքը ունի 1 տարվա պատմություն, բայց ձևավորվել է կատապուլտ ծրագրի արդյունքում, որը հայ բարեգործական ընդհանուր միությունն էր իրականացնում Եվրոպական միության աջակցությամբ եւ շուրջ 3 տարի խորքային հետազոտություններ են իրականացվել մշակույթի ոլորտում, արվեստագետների հետ աշխատանք է արվել եւ 3 տարվա արդյունքում ակնհայտ դարձավ, որ շատ մեծ կարիք կա այս աշխատանքը շարունակելու, բայց իդեպ ես կարող եմ անգամ հետ գնալ կատապուլտից հետ եւ հիշել կորոնայի օրերը, երբ որ մենք մեկուսացման մեջ Zoom հանդիպումներ ենք անում եւ քննարկում ենք, տեսնելով, որ աշխարհում արվեստագետների աջակցության շատ ծրագրեր կան, ասում ենք, ինչ անենք, որ մեր արվեստագետները լուսանցքում չմնան։ Զուգահեռաբար օրինակ Zoom հանդիպումներ էին կինոյի օրենքի եւ այսպես կամավորական խմբեր են միշտ եղել, որոնք փորձել են մշակույթի ոլորտի համակարգման հարցեր բարձրացնել։ Հիմա Եվ ի վերջո 2024-ից այո, հա, ու միշտ այդ հարցը կա, արդյոք արվեստագետը կարիք ունի միջնորդի, թե ինքը կարող է իր հարցերը բարձրաձայնել, ու այդ մի հարցը, որ մենք նույնպես պահում ենք մեր սեղանին, այսինքն այս չի, որ մենք մեզ կոչում ենք, որ մենք բարձրաձայնում ենք բոլոր հարցերը, այլ փորձում ենք մենք լինել են միջնորդ կազմակերպությունը, որտեղ իրոք լսում է ու տեսնում է արվեստագետի կարիքները ու փորձում ենք խոսել դրա մասին, որովհետև շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք խնդրի մասին, խնդիրները այնքան շատ են ու ոլորտային ինքը շատ է, կա օրինագծերի հետ կապված խնդիրներ կան, հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրներ, այսինքն իրանք շատ են ու ոնց որ մի կողմից էլ հարցածագում ոնց է ստացվում, որ մենք ուզում ենք դրանով զբաղվել, չէ՞, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ նույն կատապուլտի շրջանակներում կամ դրանից առաջ շատ բան մեր ոլորտում կատարվում է ու շատ բաներ առաջ են գնում, բայց երբ որ մենք ասենք ոլորտը գնում է առաջ, ինքը պետք է լինի ընդհանուր փոփոխությունների մասին, այլ ոչ թե մի կառույցի մոտ ստացվեց, մի անհատի մոտ ստացվեց ու Ասաֆորումը երևի թե հենց դրա մասին է, այսինքն մենք փորձում ենք խոսել այն ամեն ինչի մասին, ինչ որ մենք արել ենք համայնքի համար եւ հասկանալ թե որ խնդիրների շուրջ մենք մեզ կենտրոնացնենք մյուս տարի։ Եվ քանի դեռ մինչ չենք անդրադարձել հստակ այն ոլորտին, որ այս տարի է շեշտադրված ու քանի դեռ մի փոքր ավելի լայն քննարկում են գնում, հետաքրքիր է այստեղ մի հարց։ Դուք աջակցում եք արվեստագետին, որպեսզի իր մտքերը, իր ստեղծագործությունները, իր մոտեցումները լինի ճիշտ նպատակակետին։ Բայց այս դեպքում հարց է առաջանում, արդյոք դուք նպաստում եք նաև ձեր գործունեությամբ արվեստասեր հասարակությանը զարգացնելու համար, որովհետև ի վերջո ինչ էլ անենք չանենք, միևնույն է արվեստագետի գրավականը հաջող լինելու արվեստասեր հասարակությունից է գալիս։ Մի քիչ բոլոր հարցերը ուզում ես միանգամից որպեսզի լուծել։ Մի հատ Պանդորայի տուփ ենք հիմա բացում, որովհետև երբ որ ընդհանրապես արվեստագետի հաջողությունը սկսում են արվեստագետի հաջողության չափելիությունն է գալիս, ինքը շատ բարդ մի հատ խաչմերուկ է, որտեղ մենք չենք կարող վերցնել մենակ հանդիսատեսի եւ ընկալեության մակարդակը, կարող եմ ասել ասան ինքը ավելի շատ կենտրոնանում է, որպեսզի արվեստագետը կարողանա ստեղծագործի եւ զբաղվի իր ստեղծարար աշխատանքով եւ մենք փորձում ենք աջակից ոլորտները ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի ինքը կարողանա ստեղծագործել։ Մենք չենք խառնվում հարաբերությունների մեջ արվեստագետի եւ իր հանդիսատեսի, մենք փորձում ենք
լինել արվեստագետի եւ հարակից ոլորտների ճիշտ հարաբերությունների մեջ։ Այսինքն ընդհանուր էկո համակարգի մասին է խոսքը, որը շատ բաղադրիչներ ունի այդ կառավարող օղակն է, հա, մենք նախարարության հետ ենք անմիջական կապի մեջ եւ համագործակցում ենք։ Այդ նաեւ այո քննադատական մտքի ձևավորումն է եւ հարթակների ձևավորումը, որտեղ որ խոսենք արվեստի եւ ստեղծագործությունների մասին եւ մեր փորձագիտական համայնքը, որը մեզ համար ամենակարևոր էսպես առավելությունն է, որ տարբեր ոլորտների մասնագետներ, փորձագետներ պատրաստ են լինել արվեստագետի կողքին, այսինքն մի էկոհամակարգ, որի կենտրոնում կարևորում ենք եւ պահում ենք արվեստագետին։ Որոնք են այն հիմնական խնդիրները, որ այսօր բախվում են արվեստագետները։ Երևի թե Կարանք ասենք, որ թեմաների շուրջ ենք այս տարի խոսելու, առաջին հերթին խոսելու ենք մշակութային ապակենտրոնացման մասին, որը թվում է, թե ինչ-որ մի գործընթաց է, որը տեղի ունենում երկրում եւ կա երկու ուղղություն։ Թվում է, թե մենք գնում ենք մի ճանապարհով, որտեղ գնում ենք ապակենտրոնացման, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, թե ինչքան կենտրոնացված է մշակութային եւ ռեսուրսային կյանքը Հայաստանում, եւ մի պանելային քննարկում լինելու է հենց դրա մասին, արդյոք որտեղ ենք մենք, որովհետեւ եթե նայում ենք մշակութային կյանքը ինչպիսին է Երևանում եւ ռեսուրսները ինչպիսին են Երևանում եւ վճարը արվեստագետի ինչպիսին է Երևանում եւ Երևանից դուրս ինքը տպավորություն է, որ մի քանի անգամ, այսինքն տարբերությունը մեկ պանելային քննարկումը հենց մշակութային ապակենտրոնացման մասին է, երկրորդ պանելի մասին երկրորդը ավելի հենց ոլորտի աջակցության մասին է, որովհետև գիտենք, օրինակ, հենց ֆինանսական ռեսուրսները, հա, բավականին սահմանափակ են, աղբյուրները բավականին սահմանափակ են ստեղծագործողների համար, եւ ինչ որտեղ կարող ենք մտածել, որ նրանք, ովքեր ֆինանսավորում են, դաշտը նաեւ ձևավորում են, թե ապագայում ինչ տեսք ունենա մեր ստեղծարար համայնքը, հա, կամ նրանց ստեղծագործությունները։ Այս փոխհարաբերության մասին կլինի երկրորդ պանելային քննարկումը, հասկանալու թե նրանք, ովքեր աջակցում են հիմնադրամները, միջազգային կազմակերպությունները, պետական համակարգը, ինչ ակնկալիքով են ներկայացնում այդ աջակցությունը եւ ստեղծագործողի կողմից ինչ ակնկալիք կա։ Այս երկխոսությունը խթանելու համար եւ երրորդը արտ մենեջմենթի թեմայով է, որպեսզի հասկանանք, թե ինչ փորձ ունենք արվեստի կառավարման եւ կրկին այդտեղ ինչ կարծում շատ ենք կաղում ուժեղ եւ թույլ կողմեր ունենք։ Բայց արդեն ChatGPT-ն կա, այսպես ասած, ոնց ու հարցը առաջանում, այսինքն ինչի կարիք ունենք, ինչ կարողությունների կարիք ունենք, որտեղ մենք միշտ ասում ենք, մեզ պետք են լավ կառավարիչներ, մեզ արվեստի կառավարիչներ են պետք, բայց շատ հաճախ մենք այդ նախադասությունը պետք է մի փոքր բացենք, ինչ կարողությունների մասին է խոսքը գնում այս թվային աշխարհում, այսինքն երբ որ արվեստագետը իրանից, չգիտեմ, երբ որ մենք նայում ենք նույնիսկ սոցիալական մեդիաները, արվեստագետները երբ որ իրանք են վարում, շատ ավելի հաջող է լինում նույնիսկ, այսինքն արդյոք կարիք կա եւս մեկ անձի, թե կարիք կա, որ օրինակ չգիտենք, մենք խոսենք նոր հարթակի մասին, խոսքը թվային գրագիտության մասին է, թե խոսքը կարողությունների մասին է, ու ընդհանրապես երբ որ խոսքը գնում է արվեստագետին կամ արվեստի ընդհանրապես լինելու մասին, արդյոք մեզ կարիք ունենք եւս մի մասնագիտության դրա կողքին։ Ու ինքը ոնց որ ու մեր պանելային քննարկումները շատ տարբեր տեսանկյուններ են։ Երևի թե դրանով ենք մենք շատ այդ բառը չի կարելի ասել, թե ասել նոթապորտ, բայց երևի թե դրանով կարևորում ու դրա շուրջ ենք մենք աշխատում, որ նույն պանելային քննարկումները չլինեն հիմնականում այն մարդիկ, որոնք միշտ իրար կողքի են ու միշտ միախոհ են ու կարողանում են իրար հետ շատ հեշտ հասկանալ ու նաև մի փոքր դնում ենք տեսանկյուններ, որոնք պետք է իրար հետ խոսեն ու դրա արդյունքում մենք երևի թե կունենանք նոր որոշումներ կամ նոր գաղափարներ ու գիտեք ինչ մենք նաև շատ հետաքրքիր է որ արվեստի շուրջ շատ հաճախ չենք խոսում հետազոտությունների շնորհիվ մենք ու նաև ասայի մի մեծ գործոն է հենց հետազոտական աշխատանքը, երբ որ մենք արվեստին փորձում ենք նայել թվերով, հետազոտական մեթոդաբանությամբ եւ դա այնքան կարեւոր է, որ մյուս անգամ դե լավ, դե դուք ինչ եք անում, այսինքն արվեստը ինչ է տալիս, որ կամ ինչ խնդիրներ կան ու որ ամեն անգամ, չգիտեմ, շողակաթը կամ սեդան չի խոսում, արդեն մենք խոսում ենք հետազոտության տվյալներից դա արդեն փոխում է նաև հարաբերությունը դեպի ոլորտը, որտեղ թվում է թե այլ ոլորտներում հետազոտություններ, նույնիսկ չգիտեմ, գինեգործության ոլորտում կամ մյուս ոլորտում հետազոտությունները իրենք ոնց որ կյանքի մի մաս են, երբ որ ուսումնասիրվում է, որի արդյունքում մենք ասում ենք սա, ասում ենք սա, իսկ բարը արվեստի ոլորտը թվում է թե եթե մենք հետազոտենք միշտ չենք կարողանա, բայց գործիքները կան ու նույն կատապուլտից եկած գործիքները նույնպես, երբ որ ուսումնասիրում ես ու տեսնում ես օրինակ, չգիտեմ, որ քո արվեստի ոլորտը ինչպիսին է թվերով, ինչպիսին է կարիքների գնահատման ժամանակ, դա արդեն փոխում է նաև մի փոքր տալիս է այդ
անգլերեն ասած advocacy, այսինքն այս շահերի ջատագովումը, այդ շահերի պաշտպանությունը արդեն տեղի ունենում այլ մակարդակի վրա, երբ որ դու չես խոսում մենակ կարիքների որոշակի խմբի, այլ խոսում ես մի ամբողջ հետազոտության անունից։ Այնպես ներկայացրեց, որ բոլորիս հիմա հետաքրքիր թե ինչպես կարող ենք դառնալ մասնակիցը։ Առաջինը ցանկությունը հենց պանելային քննարկումների, այո, ցանկությունը ամենակարևորն է, բայց մնացած քայլերը եւս շատ կարևոր են։ Սոցիալական ցանցերում գոյություն են հղումը անվճար գրանցման կամ դուք ուրբաթ, չէ, շաբաթ օրը գալիս եք ժամը 11:30 Արնո Բաբաջանյան համերգասրահ կամ փոքր ֆիլհարմոնիա Աբովյան 2 հասցեով եւ լինում եք մասը օրվան եւ մի հատ շատ կարեւոր բանի մասին չենք ասել, դա էլ ասենք, որ օրվա վերջում լինում է մրցանակաբաշխություն բիզնեսն արվեստին ու տարբեր բիզնես միավորումներ առանձնացնում են այն բիզնեսները, որոնք աջակցում են արվեստին, անկախ մեզնից, անկախ ամեն ինչից, ու դրանով նույնպես մենք փորձում ենք մի փոքր շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրանց օրվա մեջ նախաձեռնությամբ գտան մի պահ աջակցելու որևիցե մի արվեստին նախաձեռնության։ Ես կարծում եմ հրաշալի օր է սպասում նոյեմբերի 15-ին, ձեզ մաղթում ենք հաջողություն, շնորհակալություն, որ եկաք, կիսվեցիք մտքերով եւ ամենակարևորը հաջողություն։ Մինչ նոյեմբերի 15։ Այո, մինչ նոր հանդիպում։ Մենք շատ ուրախ ենք, որ շնորհիվ նաև ձեզ թվում է թե մշակույթը անսահման է ամեն դեպքում, բայց այստեղ պետք է համակարգել ամեն ինչ, որպեսզի իր ճիշտ տեղում լինի եւ արվեստագետը եւ հանդիսատեսը, ու այս ամենը պետք է շատ ճիշտ կառավարվի։ Ձեզ օրվա դրական շարունակություն, դուք եք մնացեք մեզ հետ սիրելի ուսադիտողներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, խնդրեմ։